Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները, որը ինքը մատուցեց Գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ այս պահին Տեր Բրահման ինքը կիսվում է արդեն Աստծո հետ, թե ինչպես է ինքը ընկալում նյութական աշխարհը, նյութական աշխարհում ապրող կենդանի էակների ճակատագիրը, նրանց հոգեբանությունը, թե ինչը կարող է նրանց, ինչն է իրենց կործանում եւ ինչը կարող է իրենց փրկել։ Անցյալ անգամ կամ երեք մենք ձեզ հետ քննարկեցինք, որ Տեր Բրահման ինքը նորից ու նորից կրկնեց, որ կենդանիակը ինքը բավականին մեծ հեշտությամբ համեմատաբար, եթե համեմատենք այն process-ների հետ, որը կենդանիակը ինքը անցնում է, ասենք, երբ որ ինքը իր վրա է հույսը դնում, հա, համեմատաբար այդ process-ների հետ ուղղակի աննկարագրելի հեշտությամբ կենդանիակը կարող է ուրեմն հաղթահարել նյութական աշխարհի օվկիանոսը եւ ազատագրում ստանալ այս նյութական աշխարհում բանտարկված վիճակից։ Մենք տեսանք, որ արիացիները իրենք պնդում են, որ Գերագույն Աստծո ազնվորության սուրբ անունները իրենք յուրահատուկ զորություն ունեն։ Ես ձեզ հետ քննարկեցի մի շատ կարևոր թեմա եւ հույսով եմ, որ ինձ հաջողվեց, որպեսզի ես հասնեմ հասկացողության, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Մենք ձեզ հետ քննարկեցինք այդ թեման, որ բոլոր այն անունները, որոնք վերագրվում են Աստծուն, չէ՞, եթե նրանք ռեալ մաքրագործման ուժ ունեն, ապա պիտի կարողանան հաստատել մարդուն մաքրության մեջ։ Այսինքն, եթե ազնվորությունը ինքը կրկնում է այդ անունները եւ անունները իրոք Աստծոն են, մենք պիտի հասկանանք, չէ, որ ամեն բան, ինչ որ պատկանում է Աստծոն, իրականում Աստծուց չի տարբերվում։ Այսինքն ունի նույն հզորությունը, ինչ որ ունի հենց ինքը անձամբ Գերագույն Աստծո ազնվորությունը։ Իրականում արիացիների գլխավոր գաղափարը կայանում է հենց սրանում, որ կենդանիակները իրենք պիտի հասկանան, որ Գերագույն Աստծո ազնվորության անձնական իր անձին վերաբերող ոչ մի բանը հզորությամբ իրենից պակաս չի։ Եվ եթե աշխարհում գոյություն ունեցող Աստծո անունները, որոնք թվարկվում են, ռեալ Աստծո անուններն են, ապա ցանկացած ազնվորություն, որը ինքը կրկնում է Աստծո անունները, պետք է ունենա 9 արդյունք առնվազն, այս առնվազն, ես միշտ ասում եմ, դա այսպես էլի են պլինտուսից ցածր ուրեմն արդյունքն է, հա, առնվազն 9 արդյունք պետք է ունենա, որն է դա, առաջինը ինքը պետք է հրաժարվի սպանությունից, եւ սպանության մեջ մտնում է նաեւ մսակերությունը, այսինքն իր համար պետք է, այսպես էլի, բնական եւ հեշտ լինի, ընդհանրապես, որ կոպիտ ասած մի օր զարթնում են եւ տեսնում են, որ այլևս ընդհանրապես մսի հանդեպ ոչ մի հակում չունեն, հա, չունեն հակում ինտոքսիկացիաների հանդեպ, այսինքն պետք է հեշտ լինի թողնել ծխելը, խմելը, չգիտեմ, թմրամիջոցներ օգտագործելը եւ այլն, չէ՞։ Մյուս խնդիրը ուրեմն դա ազարտ խաղերն են։ Մյուս խնդիրը դա ազատ սեռական կյանքն է։ Այսինքն 4 սկզբունքները, որը առաջարկել է, ասենք, ընդհանուր առմամբ աշխարհին Պրաբհուպադը, որը ինքը բերել է այդ այսպես կոչված քրիստոնեգիտակցության շարժումը, չէ՞։ Եվ այնտեղ այո մարդիկ իրանք վերցնում են ուրեմն Հարե Կրիշնա մահամանտրան կրկնում են այդ աղոթքը, այսինքն կրկնում են Աստծո սուրբ անունները եւ շատ հեշտությամբ վերցնում են այդ 4 սկզբունքները։ Այնպես չի էլի, որ իրանք բուսակեր են ծնվում։ Ինձանից ավելի մսակեր ոչ մեկ չլինի։ Ես միշտ անկեղծ ասում եմ, ես ահավոր մսակեր եմ եղել։ Ու ինչպես սովորական բոլոր հայերը, հասկանում եք, եւ մի օրում ուղակի թարգել եմ միս ուտելը,
Եվ արդեն համարյա 45 տարի է ես միս չեմ ուտում։ Հասկանում եք։ Չէ, դա ինչի հաշվի, բայց ես ճիք չեմ գործադրել։ Այ պրոստը մի անգամից կարողացել եմ չուտեմ եւ վերջ։ Հասկանում եք, այսինքն, եթե անունը ինքը իրոք զորություն ունի, ուրեմն այդ անունը կրկնողը պիտի մաքրվի, ինքը պիտի կարողանա մաքրություն պահի։ Հիմա հաջորդը, սա 4-ը։ Այս 4-ը ինքը կենդանիակին դուրս է բերում տգիտության եւ կրքերի, այսպես անմիջական, ամենակոպիտ ազդեցության տակից։ Հիմա 5-ը։ Եթե դա իրոք Աստծո անուններն են, ապա այդպիսի անձնավորությունը ինքը զարգացնում է խոնարհություն, համեստություն, բռնությունից ազատ վիճակ, համբերություն եւ մաքրություն։ Հասկանում եք, եւ վերջ, всё։ Այ եթե ինքը իրոք Աստծո անուն է կրկնում, Աստծո անունը կրկնելը պիտի տա այդպիսի էֆեկտ։ Այլ ոչ թե ամբողջ կյանքի ընթացքում մարդը ինքը պայքարի այդ իր սովորությունների դեմ, հա, որպեսզի կարողանա այդ սովորություններից հրաժարվի, հա, եւ հրաժարվելուց հետո էլ ամբողջ կյանքում կարոտի այդ սովորությունները։ Հասկանում եք։ Սա ինքը շատ կարևոր կետ է, որտեղ ամեն ազնվորություն ինքը կարող է շատ պարզ փորձարկումների հետևանքում ուղղակի փորձել, թե որ անունը ինչպիսի ազդեցություն է թողնում մարդու վրա։ Եվ վերջ։ Այստեղ ոչ մի հորինված բաներ չեն կարող լինել։ Եթե դա Աստծո անուն է, ինքը պիտի կոնկրետ ազդեցություն ունենա։ Եվ մենք դրա մասին խոսեցինք 3։ Հիմա ես կարդամ այսօրվա մեր տեքստը եւ մենք անցնենք առաջ։ Շիմոն Բաղավատամ 3-րդ երկ 9-րդ գլուխ 17-րդ տեքստ։ Մարդկանց մեծ մասը զբաղված է լիովին անիմաստ գործունեությամբ։ Դու ինքդ ցույց ես տվել այնպիսի կենսակերպ, որը բարենպաստ է յուրաքանչյուրի համար։ Սակայն նրանք անտեսում են քո խորհուրդները։ Քանի դեռ մարդիկ չեն ազատվել անիմաստ գործունեությամբ զբաղվելու ձգտումից, նրանց բոլոր ծրագրերը, որոնք նրանք կառուցում են գոյատևման պայքարի մեջ, դատապարտված են փլուզման։ Ուստի ես խոնարհվում եմ քեզ քո առջև, ով գործում է հավերժական ժամանակի կերպարանքով։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը շարունակում է քննարկել կենդանի էակների վերաբերմունքը ամեն մի աստվածային բանի հանդեպ։ Պարզ է, մենք ձեզ հետ շատ ենք քննարկել, որ նյութական աշխարհը իրականում ինքը երկակի է։ Երկակի է, դա միշտ նշանակում է, որ նյութական աշխարհում ապրում են, ուրեմն եսակենտրոն կենդանի էակներ եւ աստվածակենտրոն կենդանի էակներ։ Եսակենտրոն կենդանի էակները իրենք սովորաբար վատ են վերաբերվում աստվածային բոլոր գաղափարներին։ Ինչու՞։ Որովհետեւ իրենք ձգտում են, սա մենք 100 անգամ ենք քննարկել, որովհետեւ իրենք ձգտում են անկախության։ Հիմա այդ անկախության թեման, չէ, ինքը իրականում շատ կարևոր թեմա է հոգևոր մարդու համար։ Հասկանում եք։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը հենց դա է քննարկում, որ ասենք, ինչով են զբաղված նրանք, ովքեր ձգտում են անկախության։ Այսինքն այս տեքստերը իրանք չեն վերաբերվում այն անձնավորություններին, որոնք որ ներգրավված են հոգևոր աճի մեջ, հա։ Ինչու համար, որովհետև այդ հոգևոր աճը ինքը շատ կոնկրետ բան ունի, շատ կոնկրետ արտահայտություն ունի, շատ կոնկրետ process ունի, չէ՞, եւ ինքը շատ սերտ կապ ունի Աստծո հետ։ Իսկ աստվածամերժերը իրենք ձգտում են անկախության եւ այդ անկախության մեջ իրենք ունեն իրենց արդյունքները։
Ինչ ասեց Տեր, ինչ է շարունակում ասել Տեր Բրահման։ Ինքը ասեց մեծամասամբ։ Հասկանում եք, մեծամասամբ սա իհարկե նշանակում է, որ նյութական աշխարհում կան կենդանի էակներ, որոնք այդպես չեն վարվում, այլ ներգրավված են հոգևոր կյանքի մեջ։ Բայց մենք ձեզ հետ կակրաս երեք խոսացինք դրա մասին, որ իրականում հոգևոր մարդը ինքը շատ մեծ փոփոխություն է ունենում հոգեբանական տեսանկյունից, չէ, եթե ինքը հասկանում է այս աշխարհի մասին ամենակարևոր բանը։ Իսկ ո՞րն է այս աշխարհի ամենակարևոր բանը։ Ամենակարևոր բանը այս աշխարհում դա նա է, որ այս աշխարհը ինքը արարված է արատավոր կենդանի էակների համար, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց ցանկությունները։ Հասկանում եք, այսինքն հոգևոր մարդկանց այդ սպասումը, որ նյութական աշխարհում պիտի հաղթի այսպես կոչված լույսը, կամ պիտի հաղթի բարությունը, կամ պիտի հաղթի արդարությունը, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, դա միամտություն է։ Աստվածամեժության դարաշրջանը ինքը ստեղծված է հատուկ, անարդար, ճշմարտությունով չհետաքրքրվող, դաժան, խորամանկ եւ ագահ կենդանի էակների համար։ Հասկանում եք, ես միշտ ապիտեթև ուղում եմ մտցնում, որ այն աստվածամեժության դարաշրջանը, որում ապրում ենք մենք, ինքը ստանդարտ աստվածամեժության դարաշրջանի նման չի, որովհետև 500 տարի առաջ Գերագույն Աստծո անձնավորությունը աստվածամեժության դարաշրջանի մեջ հայտարարել է կրոնականության ծաղկունք։ Ինչ է նշանակում ծաղկունք։ Դա չի նշանակում, որ այսպես ոսկե դարաշրջան է հաստատվելու։ Ոչ։ Դա նշանակում է մի բան. լինելու է իրական հոգևոր ճանապարհ, որը սովորաբար աստվածամեժության դարաշրջանում չի լինում, հա, եւ ծնվելու են շատ մարդիկ, շատ կենդանի էակներ, որոնք իրենք հետաքրքրված են հոգևոր զարգացմամբ։ Դրա համար մեր ժամանակներում այդ իրավիճակը հիմա այսպես էլի ստանդարտ չի։ Հասկանում եք, ինքը ստանդարտ չի, ստանդարտից դուրս է։ Եվ այդ իմաստով ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ կենդանի էակի սպասումները իրենք շատ խիստ պակասում են, եթե անձնավորությունը ինքը հասկանում է, թե ինչի համար է ընդհանրապես ստեղծված նյութական աշխարհը եւ հատկապես, թե ինչի է ինքը եկել այս աշխարհ։ Հասկանում եք, որտեղ իրականում, ասենք, շատ հազվադեպ դեպքերում է, չէ, որ այդ հարցը ինքը տրամաբանական պատասխան ունի։ Եթե կրոնական մարդիկ իրանք գնում են հրեաների դիցաբանության հետևից, ապա ստանում են շատ անարդար ինչ-որ մի հատ իրականություն, չէ, որ ինչ-որ մի հատ հենց իրանց կողմից էլ պիտակավորված, անուղեղ կին, ինչ-որ մի քայլ է արել, որի համար հետո միլիարդավոր կենդանի էակներ պիտի պատասխան տան ու պիտի տանջամահ լինեն նյութական աշխարհում։ Մի բանի համար, որ իրենք չեն արել։ Ես միշտ ասում եմ, եթե պատկերավոր ասենք, այրացիներ իրանք ասում են ոչ, ամեն կենդանի էակ հոգևոր աշխարհից նյութական աշխարհ գալուց պատկերավոր ասած ունի իր խնձորի պատմությունը։ Եվ ոչ մեկ պատասխան չի տալիս ուրիշի արարքների համար։ Ամեն անձնավորություն ինքը ունի իր պատմությունը, թե ինչու է դուրս եկել հոգևոր աշխարհից։ Հիմա, ծերիներս, չէ՞, ուրեմն, երբ որ այդ կենդանիակները իրանք գալիս են նյութական աշխարհ, նյութական աշխարհը բաժանվում է երկու մասի։
կենդանիակներ, որոնք նոր են եկել հոգևոր աշխարհից նյութական աշխարհ եւ էնտուզիազմով լիքն են, որ այստեղ հիմա դառնալու են տիեզերքի տեր ու տիրակալը, հա? Եվ ուրեմն բաղկացած են կենդանիակներից, որոնք պատկերավոր ասած մի լավ քոթակ են կերել նյութական աշխարհի կողմից, հա? Եվ դիմել են հոգևոր ճանապարհին եւ արդեն կանգնած են այն ճանապարհին, որ դուրս կան այս աշխարհից։ Այսինքն վերադառնան իրենց հավերժ կացարանը, չէ՞։ Հիմա տեսեք սիրելիներս, այս ամեն ինչի մեջ, չէ, այ որ Տեր Բրահման ինքը ասեց մեծամասամբ, դա նշանակում է, որ այո, նյութական աշխարհում կան կենդանիակներ, որոնք իրենք մաքրության ձգտող են, առաքինության ձգտող են, որոնք իրենք հոգևորի մեջ զբաղված են։ Այսինքն, երբ որ հիմա Տեր Բրահման ինքը խոսում է դրա մասին, ընդհանրացված է խոսում, չէ՞։ Ամեն մարդ, որը ինքը գոնե մի փոքր հակում ունի մաքրության հանդեպ, միանգամից կարող է ասել, այս տեքստը ինձ չի վերաբերվում, իսկ եթե ինձ չի վերաբերվում, ուրեմն աշխարհը իրականում այդպես չի։ Հա, դրա համար Տեր Բրահման ինքը շատ գրագետ խոսք է օգտագործում։ Ինքը ասում է մեծամասամբ։ Հա, եւ այդտեղ էլ ինքը տեքստը անմիջապես իր մեջ վտանգ է պարունակում, որ ամեն մի մարդ ինքը կարող է մտածել, որ դե սկզբուկը ինձ չի վերաբերվում։ Բայց այստեղ պետք է լինել անկեղծ, հասկանում եք, հոգևոր կյանքի միակ գրավականը դա ներքին անկեղծությունն է։ Անկեղծություն ինքդ քո հետ։ Ոչ թե դու գնում ես դուռ բացում ես, դուրս ես գալի փողոց, սկսում ես գոռալ, ասել, ես էս ինչ թերություն ունեմ, ես այն ինչ թերություն ունեմ, հիմա պիտի փորձեմ այդ թերությունները լուծեմ, ոչ։ Այդպիսի բաներ պետք չի անել։ Ոչ թե մենակ սխալ է, ոչ թե մենակ բան չի, օգտակար չի, այլև շատ սխալ է, որովհետև մարդիկ իրանք մեր դարաշրջանում չարամիտ են, շատ չարամիտ են, եւ ոչ մի, ասենք, եթե դուք ինչ-որ մի թերությունը ընդունում եք, որ դուք թերություն ունեք, հա, դրանից շատ մարդիկ օգտվելու են ձեզ նսեմացնելու համար։ Դա բացարձակ անիմաստ գործեր են։ Ազնվորությունը պիտի իր թերությունը ընդունի հենց իր համար առաջին հերթին։ Հասկանում եք, եւ իր առաջին հերթին։ Լուր, սուսպուս, ինքը իրանով, չէ՞։ Եվ ուրեմն Տեր Բրահման ինքը ասեց, որ մեծամասամբ մարդիկ, այսինքն սա ոչ թե ինչ-որ եզակի դեպք է, այլ համարյա թե համընդհանուր տարածված նյութական աշխարհում վիճակ է, հա։ Հիմա ուրեմն զբաղված են բացարձակ անիմաստ գործերով։ Հիմա տեսեք, զբաղված են։ Այդ զբաղված են բառը ինքը նշանակում է, որ կենդանիակները իրենք մշտական ներգրավված են ինչ-որ բաների մեջ, ինչ-որ բաներով են զբաղված, որի վրա վատնում են իրենց կյանքը։ Մեզանից ամեն մեկը ինչ-որ մի իմաստ է փնտրում իր կյանքի համար, չէ՞, եւ համապատասխան այդ իմաստին վատնում է իր կյանքը այդ իմաստը իրականացնելու համար։ Ինչ-որ մեկի կյանքի իմաստը ուտելիք հայթայթելն է, ինչ-որ մյուսի կյանքի իմաստը լավ մեքենա առնելն է, ինչ-որ այն մյուսի կյանքի իմաստը շատ կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալն է, ինչ-որ մյուսի կյանքի իմաստը այսպես հավերժական հավատարիմ սեր գտնելու մեջ է, եւ այլն, եւ այլն, եւ այլն, հազարավոր իմաստներ, չէ՞, բայց Բրահմայի ասածը սա է, որ նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրանք զբաղված են, այսինքն մշտական ներգրավված են ինչ-որ գործողությունների մեջ, որոնց վրա իրենք ծախսում են կյանքը։ Հիմա, իրանք զբաղված են, Բրահման ասում է, այդ ինչի մեջ, որ իրանք զբաղված են, դա բացարձակ անիմաստ է։ Հասկանում եք, այսինքն ինքը չի ասում քիչ արդյունավետ է կամ օգուտը քիչ է։
հա, ինքը չի ասում, որ դա ուղղակի չի տանում կյանքի նպատակին, ոչ, ինքը ասում է, դա բացարձակ անիմաստ է, հա, բացարձակ անիմաստ գործունեությամբ, այսինքն, ինչ գործունեությամբ, օրինակ, մարդիկ, հեռու չգնանք, մարդիկ, ինչ գործունեությամբ ենք մենք զբաղված ենք մեր գործերով, չէ, մեր այսպես կոչված պրոյեկտներով, ճիգեր ենք գործադրում այդ ամեն ինչը իրականացնելու համար, չէ, ինչ-որ շարժումներ ենք անում, ինչ-որ, ասենք, տեղից տեղ ենք գնում, ինչ-որ նպատակներ լուծելու համար, չէ, եւ արտաքինից դա կարող է թվալ իմաստով լիքը գործողություններ, չէ, ամեն մարդուն, որ կանգնացնեք, ինքը հարց տակ, ասենք, օրինակ, քո կյանքը ինքը իմաստ ունի, թե չունի, ինքը անպայման կնկարագրի, որ ինքը ինչ-որ նպատակներ ունի եւ որ իր կյանքի իմաստը այդ նպատակները իրականացնելու մեջ է։ Բայց Տեր Բրահման ինքը ասում է, այդ ամեն ինչը, բոլոր տեսակի գործունեությունները իրանք բացարձակ անիմաստ են։ Տեսեք, ինչ-որ մաքսիմալիստական գաղափար հնչեց, չէ՞։ Այս ընթացքում ինչ-որ մենք ձեզ հետ իրար հետ ենք, ես հույսով եմ դուք նկատել եք, որ ես մաքսիմալիստական ոչ մի գաղափար չեմ ընդունում երբեք։ Ես ոսկե միջինի հետևորդն եմ եւ երբեք դա չեմ թաքցրել։ Ես սկզբունքորեն համարում եմ, որ ցանկացած մարդ, որը ինքը ծայրահեղ մտածելակերպ ունի, այդ ծայրահեղության մեջ ինքը անպայման կորցնում է օբյեկտիվությունը, հետևաբար կորցնում է արդարության զգացումը։ Եվ այդտեղից են սկսում կյանքի բոլոր անարդարությունները, ծայրահեղ մտածելակերպից։ Ես այդպես համոզված եմ։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն, բայց այստեղ Տեր Բրահման ինքը ինչ-որ այսպես ծայրահեղ իդեա, չէ, առաջ քաշեց։ Հիմա ինքը ինչ ասեց, կենդանիակները իրանք մեծամասամբ բան են արել, ինչ են ասում, զբաղված են այդ անիմաստ գործողություններով, չէ, եւ միանգամից ավելացրեց, ասեց, բայց կան գործողություններ, որ հենց դու ես խորհուրդ տվել, եւ այն ինչ որ դու ես խորհուրդ տվել, բարենպաստ է բոլորի համար, բայց նրանք արհամարում են քո խորհուրդները կամ ռեկոմենդացիա, էլի, այն ինչ որ դու առաջարկել ես, քո առաջարկները, չէ, հիմա, ուրեմն Բրահման ինքը ասում է, ես տեսնում եմ, որ կենդանիակները նյութական աշխարհում ինչ-որ անիմաստ բաներով են զբաղված, ինչու անիմաստ, որ տեսանկյունից անիմաստ, չէ, տեսեք, եթե կենդանիակը իրան նույնացնում է նյութական մարմնի հետ, ապա այս մարմնի պահպանումը ինքը չի կարելի համարել անիմաստ, չէ, եւ նույնիսկ եթե մարդը ինքը զբաղված է հոգեվորի մեջ, միևնույն է, հենց իրենք արիացիները այդ մոտեցումը ունեն, որ կենդանիակը ինքը հոգեվորի մեջ չպիտի արհամարի նյութական մարմնի կարիքները։ Մենք ասել ենք, առաջի էտապը դա կարմա յոգան է, չէ, այսինքն կարգավորից սկզբունքներ, որոնք կենդանիակին տալիս են երջանիկ, նյութական երջանկություն նյութական աշխարհի սահմաններում։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն սա շատ կարևոր կետ է։ Հիմա տեսեք, բայց Տեր Բրահման ինքը նայում է, ասում է, ինչ որ այդ գործողությունները իրանք բացարձակ անիմաստ են, ինչ տեսանկյունից, որովհետև իրանք իրանց մեջ որպես վերջնական նպատակ պահում են կենդանիակի նյութական գոյությունը։ Եվ այդպիսի գործողությունները կյանքից կյանք ապահովում են նյութական գոյություն։ Հասկանում եք, սիրելիներս, հիմա իրանք ապահովում են, չէ, իսկ գերագույն Աստծո անձնավորության խորհուրդները իրանք
հոգու շահերից են խոսում, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պարզ գիտի, որ կենդանի էակները, որոնք իրանց նույնացնում են նյութական մարմնի հետ, իրանք հոգևոր հոգիներ են։ Եվ իրանք ունեն իրենց հավերժ հոգևոր մարմինը, եւ պետք է որ իրանց գիտակցությունը վերադառնա դեպի այդ մարմինը, որպեսզի իրենք շարունակեն ապրել երանելի կյանքով հոգևոր աշխարհում։ Եվ երբ որ կենդանի երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը խորհուրդներ է տալիս կենդանիակներին գործելու, չէ՞։ Ուրեմն այդ գործողությունները իրանք կենդանիակին նյութական աշխարհից հանող են, չէ՞։ Հիմա, երբ որ Տեր Բրահման ինքը այդպես դիմեց Աստծուն, որ դու ինքդ խորհուրդ ես տվել, չէ՞։ Այս կնիքը ինչ ընդունեց։ Ինքը այդ բառակապակցությամբ ընդունեց, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ճիշտ ուղու աղբյուրն է։ Այսինքն, որ մարդը ինքը չպիտի ճշմարտություն հորինի ինքը իրանով։ Հասկանում եք, որովհետև այդ ճշմարտությունը ինքը արդեն Աստծո կողմից տրված է։ Այդ դրա համար ես, եթե հիշում եք, ամենասկզբում շատ էի խոսում նրա մասին, որ հոգևոր գիտելիքը ինքը մոդեռնիզացիայի կարիք չունի։ Հասկանում եք, ինքը մոդեռնիզացիայի կարիք չունի, ինքը կարիք ունի ուղղակի հակառակը, որպեսզի իրան պահպանեն իրան նախասկզբնական տեսքով, որովհետև գիտեք ինչ, ինքը այնպիսի ընթացքը այնպիսին է էլի, որ հենց որ բանը Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը փոխանցում է նյութական աշխարհում ապրող կենդանիակներին հոգևոր գիտելիքը, պատկերավոր ասած, այն մի վայրկյան հետո ամենաառաջի կենդանիակը, որ վերցնում է այդ գիտելիքը իր ձեռքը, ինքը արդեն այդ գիտելիքը սկսում է աղավաղել։ Համապատասխան իր կարիքների, իր պայմանավորված վիճակի, ես ասում եմ ակնոցի գույնի, որով ինքը նայում է ամեն ինչին։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը ասում է, որ մարդը ինքը ոչ մի կարիք չունի հորինի ճշմարտությունը, որովհետև այդ ճշմարտությունը դու արդեն ասել ես։ Եվ քո խոսքերն են, որ ճիշտ ճանապարհի աղբյուրն են։ Մնացած ամեն ինչը որ մարդու կողմից է հորինված, հետո էլ Սուրբ Գիրքը հայտարարված, այդ ամեն ինչը մարդկանց միայն մոլորեցնում է։ Չէ՞։ Թե ինչ է նշանակում իրական Սուրբ Գիրք արիացիների կատարմամբ, մենք բազմիցս միլիարդ անգամ ես դա թվարկել եմ։ Իրական հոգևոր Սուրբ գրվածք է համարվում այն Սուրբ գրվածքը, որը իր մեջ պարունակում է գիտելիք նյութական աշխարհի ֆիզիկական եւ հոգեբանական կառուցվածքի մասին, գիտելիք, որը իր մեջ պարունակում է գիտելիք հոգևոր աշխարհի հոգեբանական եւ ֆիզիկական կառուցվածքի մասին, գիտելիք հոգու մասին, գիտելիք Աստծո մասին եւ այս 4 գործոնների փոխանցեցության մասին։ Հոգևոր գրվածքները, սուրբ գրվածքները իրանք լինում են 3 տեսակի։ Իրական, որոնք ունեն այս 5 կոմպոնենտները, հա? Իրական, բայց կիսատ, այսինքն որոնք իրենք այս 4 թեմաներից ինչ որ մի թեման, ասենք, մինչև վերջ քննարկված է, շատ կարևոր է մինչև վերջ, հա? Հասկանում եք, եւ լինում են մարդու կողմից հորինված։ Ես մշտական բերում եմ ամենագլխավոր սիմպտոմը, մարդու կողմից հորինված ամեն ինչը, ոչ միայն սուրբ գրվածքները, ամեն ինչը իր մեջ պարունակում է շովինիզմի սիմպտոմներ։ Որտեղ որ մենք տեսնում ենք շովինիզմի սիմպտոմները, դա անմիջապես նշանակում է, որ դա մարդու կողմից է հորինված կամ մարդու կողմից աղավաղված է, որովհետև շատ դեպքերում սուրբ գրքերում ինչ որ մի բան է գրված, հա? Իսկ հետո մարդիկ այդտեղից, ասենք, ամբողջ սուրբ գրքից տեսնում են իրանց համար մի հատ, այսպես էլի, իրանց սրտին
բան այսպես բխող, իրանց սրտից բխող ինչ-որ մի գաղափար եւ ասում են այն մենակ սա է ասվել, թե դրանից առաջ ինչ է ասվել, թե դրանից հետո ինչ է ասվել, այլևս ոչ մեկին չի հետաքրքրում եւ սկսում են կիրառել այդ մի հատ նախադասությունը։ Դա միշտ անում են ֆանատիկները եւ շովինիստները եւ վերջ, այստեղ սև սպիտակ է, առանց ոչ մի խոսակցության։ Հասկանում եք։ Հիմա դրա համար Տեր-Բրահման ինքը ասում է, դու իր ճիշտ ճանապարհի աղբյուրն ես։ Եվ մարդուն ոչ մի կարիք չկա, որպեսզի ինքը ճշմարտություն հորինի, որովհետև դու արդեն տվել ես քո ռեկոմենդացի, քո առաջարկները, բայց առաջարկ չի, կներեք մի հատ նայեմ էլի այդ ռեկոմենդացիա խոսքը։ Մի վարքյան։ Առաջարկություն, հա, ուրեմն ճիշտ եմ ասում։ Հա, եւ տեսեք ասեք, եւ ինքը ասում է, դու խորհուրդ ես տվել գործողություններ։ Հա, այսինքն ինքը չասեց, որ դու խորհուրդ ես տվել, որ դու տվել ես ինչ որ մի հատ առանձին արարք։ Հա, ինքը ասեց, դու տվել ես կյանքի համար ռուսերեն օրիենտացիա, հա, կյանքի համար բան, էլի, որ կենթանիակը ինքը, այսինքն իր համար բան ունենա, էլի։ Կողմնորոշում, հա, այս իրոն խոսք է, չէ՞։ Այսինքն դու տվել ես կենթանիակի համար գործողությունների կողմնորոշում, որպեսզի ինքը կարողանա ճիշտ գործի։ Այսինքն դու արդեն կենթանիակներին սուրբ գրվածքի տեսքով ասել ես ինչպես է պետք ապրել, ինչպես է պետք գործել, ինչ է պետք ընտրել եւ ինչ ճանապարհ է պետք կառուցել։ Հա? Եվ հիմա ինքը շարունակում է, ասում է այ այն գործողությունների ձևը, որը դու խորհուրդ ես տվել, դա բարենպաստ է ամեն մեկի համար։ Ինչ գաղափար քաշեց, առաջ քաշեց Տեր-Բրահման։ Այսինքն ինքը ուզում է ասի, այս գիտելիքը, որտեղ մեկ-մեկ կան մարդիկ, որոնք իրանք ասում են, բան, մենք էլիտար ենք, խելացի ենք, չգիտեմ ինչ ենք, մեր համար առանձին ինչ-որ բաներ, գիտելիքներ կա, հա, իսկ օրինակ այս գիտելիքը, ինքը դե, բան, ոնց են ասում, ժեխերի համար է։ Եվ դրա մեջ կա գոռոզություն եւ արհամարհանք։ Հոգևոր իրավիճակի, հոգևոր ներքին աշխարհի համար գոռոզությունը եւ արհամարհանքը ավելի ցածրերի հանդեպ ընդհանրապես ոչ մի կապ չունի ոչ մի հոգևոր բանի հետ, բացի շովինիզմից։ Համաձայն եք։ Հա, հիմա տեսեք, ուրեմն կան մարդիկ, որ ասում են, էսի բան, էսի սրանց համար է, կամ էլ հակառակ ասում են, այս գիտելիքը ինքը այսպես մենակ էլիտարների համար է։ Ես միշտ ասում եմ, որ ես այս դասախոսությունները սկսել եմ, ազնվորություն կար, որին ես մինչև այդ պահը բավականին հարգում էի որպես լուրջ մտավորական։ Եվ հյուրընկալել էր մեր տանը, ես այսպես ոգևորված բան արեցի, ասի երևի արդեն տեղյակ եք, որ ես ինչ-որ պրոցես եմ սկսել, ման ինչ կարծիք ունեք այդ պրոցեսի մասին, եւ ինքը այսպես ոտքը ոտքին գցեց, եւ ինձ այսպեսի պատասխան տվեց, ասի հասկանում եք ինչ եմ ուզում անեմ, այսպես հարց տվեցի, ինքը այսպես հետ ընկավ, ասեց իհարկե հասկանում եմ, դուք խոզերի առաջ մարգարիտներ եք շաղ տալիս։ Եվ դա եղավ վերջի անգամը, որ այդ ազնվորությունը ընդհանրապես մեր տան կամ ընտանիքի կամ իմ կողքով ընդհանրապես կարողացել է անցնի։ Այդ գոռոզության մեջ ամեն ինչը վերջանում է։ Ճշմարտությունը միանգամից կորում է, խեղդվում է եւ արժեզրկվում է։ Տեր-Բրահման հիմա այս նախադասությունով ինքը որ ասեց ամեն մեկի համար, դա նշանակում է, որ այս գիտելիքը ինքը կոնկրետ այս գիտելիքը ինքը նախատեսված է
ընդհանրապես բոլոր տեսակի կենդանի էակների համար, ոչ միայն մարդկանց, ամբողջ տիեզերքում։ Որտեղ ճշմարտությունը Աստծո մասին, ինքը ամբողջ տիեզերքի մեջ է մի հատը, այլ ոչ թե ամեն մի երկրի գլխին ինչ-որ մի հատ առանձին Աստված է ապրում։ Դա հույսով եմ, որ արդեն հասկանում եք, որ այդքան էլ կոռեկտ գաղափար չի։ Հա? Եվ ասենք ինքը ասեց, որ այս գիտելիքը ինքը ոչ թե այս գիտելիքը ինքը էլիտայի համար չի։ Այս գիտելիքը ինքը ոչ թե մենակ ասկետների համար է, իմաստունների համար է կամ ընտրյալների համար է։ Ինքը ասեց, ինքը բարենպաստ է բոլորի համար։ Հա, եւ ավելացրեց, բայց այն նրանք, ովքեր որ քեզ չեն լսում, իրանք արհամարում են քո խորհուրդները։ Հասկանում եք, հիմա տեսեք այդ արհամարանքը ինքը լինում է երկու տեսակի։ Արհամարանքը ինքը լինում է ագրեսիվ, որը Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդունում է որպես վիրավորակ Աստծրած իրեն, հա, եւ արհամարանքը լինում է այսպես էլի, բան, խաղաղ, բայց միևնույնն մնում է արհամարանք, որը Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ մեջ ինչ-որ ջղայնություն չի առաջացնում, հա, բայց ոչ էլ ինչ-որ դա մի դիրք է, որը Գերագույն Աստծո ազնվորությանը այսպես տրամադրում է կենդանի էակի հանդեպ, չէ՞, որտեղ բոլոր դեպքերում, եթե մենք այդպես տեսնենք, կենդանի էակը ինքը շատ փոքրիկ ազնվորություն է, եւ որ այդ փոքրիկ ազնվորությունը ինքը այդքան ռուսերեն ասում են դերսկի, այդքան հանդուգն է, որ համարձակվում է արհամարել Գերագույն Աստծո ազնվորության խորհուրդները, դա պարզ է, չէ՞, որ ինչ որ տես բան է, էլի, նո, ասեմ, անմիտ է, ասեմ, խելամիտ պահվածք չի, լավ այսպես ասեմ, չէ՞, այսինքն առաջի գաղափարը, որը Բրահման հիմա երկրորդ քայլով առաջ քաշեց, ինքը ասեց, բայց կան կենդանի էակներ, այսինքն բոլորի քո խորհուրդները բոլորի համար բարենպաստ են, հա? Բայց կան կենդանի էակներ, որոնք իրենք արհամարում են քո խորհուրդները։ Եվ այստեղ մենք այդ դա պիտի հասկանանք, որ հեչ պարտադիր չի, էլի, որ խոսքը գնա նրա մասին, որ իրանք այսպես անմիջական, այսպես ագրեսիվ ձևով արհամարում են։ Հիմա մարդը ինքը կարող ասի, ես ոչ էլ արհամարում եմ, ոչ գիտեմ թե ինչ է ասել, ոչ էլ արհամարեմ, չէ՞։ Հենց դա է։ Արհամարանքի ամենանուրբ ձևը դա նա է, որ ազնվորությունը ինքը չի համարում Սուրբ գրվածքում տված գիտելիքը այնքան կարևոր, հասկանում եք, որ ազնվորությունը այսպես իր ամբողջ մտածելակերպը այն կողմ դնի ու հետևի այդ Սուրբ գրվածքի խորհուրդներին։ Հասկանում եք, եւ մարդիկ իրանք այո արհամարում են Աստծո խոսքը, չեն հետևում Աստծո խոսքին, հետաձգում են Աստծո խոսքին հետևելը մեկ-մեկ, հա, կամ փոխարինում են աստվածային գաղափարները իրանց սեփական մտածելակերպով։ Եվ դա կոչվում է ձևական հոգևորական։ Հասկանում եք։ Իսկ ինչ ասում, ինքը ասում է, արհամարում են քո խորհուրդները։ Իսկ Գերագույն Աստծո ազնվորության խորհուրդները ինչ են արտահայտում։ Իրանք արտահայտում են կյանքի իրական օրենքները։ Ինչի, որովհետև այս կյանքը ինքն է ստեղծել։ Ինքը շատ լավ գիտի ինքը ինչ օրենքներ է դրել այս կյանքի հիմքում։ Հասկանում եք։ Եվ հաջորդ գաղափարը, որը Տեր Բրահմանը միջապես առաջ քաշեց, դա նա էր, որ քանի դեռ մարդիկ չեն ազատվել։ Հա, տեսեք, եւ ինքը ինչ արեց։ Ինքը ասեց, արտաքինից իրանք արհամարում են, բայց հիմա ինքը ասեց, քանի դեռ մարդիկ չեն ազատվել։ Այսինքն ինքը միանգամից խնդրը
տարավ դեպի մեր ներսը։ Այսինքն, որ խնդիրը ինքը ոչ թե արտաքին պայմաններում է, կամ այսպես ասեմ, ոչ միայն արտաքին պայմաններում է, այլ խնդիրը մեր մեջ է։ Հա? Եվ կենդանիակը հենց իր մեջ առաջին հերթին պիտի կտրի այդ իր կեղծ ուղղվածությունը եւ կանգնի ճիշտ ուղղվածության վրա։ Կեղծ ուղղվածությունը դա նա է, որ կենդանիակը ինքը իր ուժերով կարող է հասցնել իրան երջանկության, իրական երջանկության։ Հասկանում եք, ճիշտ ուղղվածությունը դա նա է, ճիշտ գաղափարը, որ միայն Գերագույն Աստծո անձնավորությունը գիտի հոգու համար նախատեսված իրական երջանկության ճանապարհը։ Չէ՞։ Դրա համար Տեր Բրահման ասեց. քանի դեռ իրանք չեն ազատվել այդ անիմաստ գործերով զբաղվելու ձգտումից, հասկանում եք, տեսեք, այսինքն ինքը ինչ ասեց, ինքը առաջի մասով, չէ, ասուձեու մեղադրեց, հա, ինքը առաջի մասով մեղադրեց անիմաստ գործողությունները, բայց հիմա ինքը արդեն խոսում է ոչ թե պրոստը անիմաստ գործողությունների մասին, այլ անիմաստ գործողություններ կատարելու ձգտման մասին։ Այսինքն նույնիսկ այդ դա է մեղադրվում, որ այդ կենդանիակը ինքը այդ հակումը ունի, այդ ձգտումը ունի կատարել անիմաստ գործողություններ։ Եվ այստեղ է իր բոլոր խնդիրների արմատը։ Հասկանում եք, այդ ներքին ձգտումը դեպի այդ ինչ-որ խառնաշփոթ գործողություններին, ինչ-որ կեղծ զբաղվածություններին, հասկանում եք, հա, եւ ինչ ասեց Տեր Բրահման, ասեց այ քանի այդ ձգտումը կա, իրանց բոլոր պլանները, որոնք իրանք կառուցում են եւ որը ի կատարածելու համար պայքար են մղում, դատապարտված են պարտության։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ ինքը ասում է պլանները, չէ, դա ինչն է կենդանիակի պլանները։ Այսինքն դա այն ամեն ինչն է, ինչ որ նյութական աշխարհում ապրողը ինքը կառուցում է իր համար որպես հիմք, կառուցում է իր համար որպես բան էլի ստրատեգիա, բան որպես պահելաձև, հա, կառուցում է իր համար որպես իր անձը փրկելու, կայացնելու ինչ-որ բան, սիստեմա, հա։ Եվ ինքը ասեց, իրանք պլաններ են կառուցում եւ պայքար են մղում գոյության։ Սա շատ կարևոր կետ էր, այս պայքարի կետը, որովհետև նյութական աշխարհում կյանքը, հա, կամ կենդանիակների նյութական գիտակցության մեջ, եկեք այսպես ասենք, հա, կենդանիակների նյութական գիտակցության մեջ, չէ, նյութական աշխարհի կյանքը միշտ բան է արվում, էլի, ապրվում է, հա, կամ переживается, էլի, ну, в общем, հասկանում եք ինչ եմ ասում, հույսով եմ, էլի, հա, ինքը այդպես ապրվում է որպես պայքար, հա, ինչն է, պայքարի թեման որն է, որպես անվտանգության պայքար, հաջողության պայքար, դիրքի պայքար, ղեկավարության պայքար, հա, որպես պայքար հաստատունության, հա, հասկանում եք։ Այսինքն, կենդանի էակի բոլոր պլանները, որը ինքը կառուցում է, ինչ վերաբերվում է իր նյութական գոյությանը, չէ, իրանք ոչ թե ծնվում են պատկերավոր ասած խաղաղ սրտից, չէ, այլ բոլորը ծնվում են տագնապից, տագնապ, որ չկա պաշտպանություն, տագնապ, որ կարելի է չհասնել հաջողության, տագնապ, որ կարելի է ցածր դիրք ունենալ, տագնապ, որ կարելի է ընդհանրապես
ոչ մի ղեկավարություն չունենալ սեփական կյանքի հանդեպ, չէ, տագնապ, որ կարելի է չկարողանալ բաների վժված, կենթանի մնալ, հասկանում եք, չէ, այդ ամեն ինչը ինքը ծնվում է տագնապից, դա խաղաղ սրտի ցանկությունները չեն, եւ Տեր Բրահման ինքը ասեց, բոլորը դատապարտված են պարտության։ Հա, այսինքն, տեսեք, հիմա մենք օրականությամբ ես այստեղ անպայման կառարկեմ։ Կարծեմ ինչու։ Բոլորովին էլ այդպես չի։ Այս նյութական աշխարհում լիքը կենդանիակներ կան, որ իրանք այդ բոլոր թվարկած խնդիրները պլանավորում են եւ հաջողակ են դրա մեջ։ Այսինքն իրականացնում են։ Ուրեմն ինչի են դատապարտված բանի կրուշենիա էլի այդ էլի որ ջարդուփշուր լինեն չէ այլացիները միշտ վերցնում են ամենակարևոր գետը մահը չէ ես դες ժամանակին ասել եմ մի շատ կարևոր նախադասություն հավերժ հոգու համար ամեն ժամանակավոր բան անիմաստ է Այս որ մենք մոռանում ենք, որ մենք հավերժ հոգի ենք, այս ամեն ինչը ինչ որ այստեղ թվարկվեց, չէ, մենք ընկալում ենք որպես արժեքավոր։ Որովհետև համարում ենք, որ մենք այս ժամանակավոր մարմինն ենք։ Բայց հենց որ հոգու հավերժության գաղափարը ինքը հասկացվում է, չէ, կենթանիակը ինքը անմիջապես ընկալում է, որ այո, եւ անվտանգության տեսանկյունից, եւ հաջողության տեսանկյունից, եւ դիրքի, եւ ղեկավարության, եւ կենթանի մնալու, եւ հաստատունություն հասնելու այդ բոլոր թեմաների մեջ, չէ՞, վերջում կենթանիակը ինքը մահանում է, հետո նորից ծնվում է, Եվ նորից պիտի զրոյից այս ամեն ինչի համար պայքարի։ Դրա համար ասում է վերջում միևնույն թե փլուզվում են։ Հա? Եվ ինքը ասեց, եւ այդ պատճառով ես խոնարհվում եմ քո առաջ։ Հա? Այսինքն որն էր էլի։ Տեր Բրահմայի եզրակացությունը։ Այս տեքստով ինչ էր պարունակում, չէ՞, տեսեք, ասեք, ինքը թեման թվում էր, որ ցինիզմով է լիքը։ Չէ՞, կամ ասենք, բանով է լիքը, էլի, աչայինի է, էլի, այդ որ մարդը անհույս ինչ որ տեքստ է, չէ՞, որ ինչքան ուզում ա քրքրվենք, ինչքան ուզում ա մեզ պատեպատ տանք, ինչ-որ եսի ինչ անենք, ոչ անվտանգությունն ենք կարող պատշաճ կերպով կազմակերպել, ոչ հաջողությանն ենք կարող հասնել այնպես, ինչպես որ մենք ենք ուզում, ոչ ինչ-որ դիրքը, ոչ ղեկավարությունը, ոչ այլն, չէ՞։ Հասկանա՞մ, բայց տեքստը ինքը դրա մասին չի, որտեղ ինքը վերջում ասեց, ինքը տեքստը վերջացավ խոնարհումով։ Հասկանում եք։ Այսինքն ինչի մասին հիմա խոսած Բրահման, որ այն կենթանի էակը, որը ինքը նյութական աշխարհում ապրող կենթանի էակների բոլոր, ոնց ասեմ, էլի, բոլոր սխեմաները ճիշտ է հասկանում եւ հասկանում է որպես ոչ կայուն սխեմաներ, որոնք ամեն վարքյան կարող են բերել անհաջողություն ցանկացած սֆերայում, չէ՞։ Իր ճիշտ դիրքը Աստծո առաջ դա խոնարհվելն է։ Հասկանում եք։ Հիմա եւ Տեր Բրահման ինքը ասեց, թե ինքը ում առաջ է խոնարհվում կամ ինչի առաջ է խոնարհվում, չէ՞։ Ինքը ասեց, ես խոնարհվում եմ քո առաջ։ Նրա առաջ ով գործում է որպես հավերժ ժամանակը։ Հասկանում եք։ Եվ տեսեք այդ հավերժ ժամանակը, չէ՞։ Տեր Բրահմանիկը ընդունում է ժամանակը որպես այն ուժը, որը եւ քանդում է,
մահ, չէ, որտեղ ժամանակը ինքը միշտ տանում է դեպի մահվան։ Երբ որ ծնունդի պահին կենդանիակի համար միանում է ժամանակի շրջիկը, չէ։ Ու վсё, ինքը գնաց ու ժամանակը տանում է դեպի մահվան։ Եվ Տեր Բրահման ինքը ասում է, ես խոնարհվում եմ քեզ, որպես գործող հավերժ ժամանակի կերպարանքով։ Հա, եւ ինքը այդտեղ նկարագրում է ժամանակը որպես ուժ, որը ինքը քայքայում է, վերջնականում քայքայում է կենդանիակի բոլոր կեղծ հիմքերը, հա, եւ ցույց է տալիս կենդանիակին, այդ էլի նյութական աշխարհի, այսպես էլի, որ ինքը ոչ թե վստահելի չի, այլ непрочное, հուսալի չի, հա, եւ Գերագույն Աստծո անձնավորությունը այստեղ Տեր Բրահման ինքը բացահայտում է որպես մի գործոն, որը ժամանակն է, հա, որպես մի գործոն, որը թույլ չի տալիս, որպեսզի կենդանիակի պատրանքները իրանք ձգվեն հավերժ։ Հա, կենդանիակը ինչ-որ բաների մեջ է, հոպ, մահ, նորից ծնունդ, զրոյից սկսի, նորից ինչ-որ բաների մեջ է, հոպ, մահ, նորից մահացի, նորից ծնվի, նորից սկսի։ Հասկանում եք, այսինքն ժամանակը ինքը ոչ թե ուղղակի կենդանիակի նյութական գոյությունը ուղղորդող ֆակտորն է, հասկանում եք, այլ դա աստվածային ինստրումենտ է, որի միջոցով Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բացահայտում է նյութական աշխարհի իրական դեմքը։ Հա, եւ քանի դեռ այս աշխարհում կա մահը, մենք պիտի հասկանանք, որ այս աշխարհը երջանկության համար չի ստեղծված։ Հասկանում եք։ Հա, հիմա եթե մենք վերցնում ենք, ասենք, հոգեբանական ազդեցության տեսանկյունից այս տեքստը նայենք, չէ, ապա մենք ստանում ենք շատ, այսպես, մեզ համար հայտնի մեխանիզմ, չէ, որ կենդանիակը ինքը շատ հաճախ չի ընտրում գիտակցված կյանք, այլ ինքը ընտրում է ուրեմն զբաղվածություն, որը իրան ինչ-որ բաներից պաշտպանում է։ Հասկանում եք։ Եվ դա նշանակում է, որ գործողությունը կենդանիակի համար պետք է, ոչ թե այն պատճառով, որ այդ գործողությունը ինքը ճիշտ է, այլ որովհետև այդ գործողությունները իրանք, օրինակ, խեղդում են կենդանիակի մեջ բոլոր անհանգստությունները, հա, տալիս են ղեկավարության իլյուզիա, մարդու մոտ ստեղծում են բանել սեփական անձի նշանակալիության զգացում, չէ, կամ թույլ են տալիս, որպեսզի մարդը ինքը օգտում են, որպեսզի մարդը ինքը, ոնց ասեմ, ինքը իր մեջ դատարկության հետ չհանդիպի, հասկանում եք, կամ ասենք օգտում են, որպեսզի մարդը ինքը այդ իրականում իր համար ամենավախենալու հարցը չտա, ինչի համար եմ ես ապրում։ Եվ հենց այս կետերից է, որ առաջանում է այդ անիմաստ գործողությունը։ Հասկանում եք, որտեվ հեչ պարտադիր չի էլի, որ ասում է անիմաստ, դա անպայման ինչ-որ sense մի հատ դեգրադացիայի կամ ինչ-որ մեղքի դրոշ ու տրող գործողություններ պիտի լինեն։ Ոչ։ Այդ գործողությունները իրանք կարող են հասարակական տեսանկյունից բավականին պրոդուկտիվ գործողություններ լինեն։ Հասկանում եք, բայց միևնույն է հոգու շահերից այդ գործողությունները բացարձակ անիմաստ գործողություններ են, չէ՞, ու այստեղ շատ կարևոր էր
այդ Գերագույն Աստծո անձնավորության խորհուրդների արհամարհանքը։ Ես հոգնել եմ, ճիշտ ասած, այդ թեման բացատրելով, եւ արդեն եթե զգում եք, հիմա որ ասեմ, կզգաք, որ ոչ էլ փորձ եմ կատարում, այլևս ինչ-որ մեկին տեղից շարժեմ, բայց ճշմարտությունը մնում է նույնը։ Գերագույն Աստծո անձնավորությունը երբեք վերջնահաշիվ չի ներկայացնում կենդանեակին, եթե մի վերջին անգամ չի փորձել իրեն տա իր մտածելակերպը։ Հասկանում եք։ Եվ միայն այն պարագայում, որ այդ վերջին փորձին հետ էլ կենդանեակները իրանք վարվում են ոչ պատշաճ ուշադրությամբ, Գերագույն Աստծո անձնավորությունը արդեն անցնում է գործողությունների եւ տալիս է կենդանեակներին այն ինչին, որ իրենք արժանի են։ Տվյալ դեպքում նկատի ունենք այնպիսի բաներ, որոնք իրանք այդքան էլ հաճելի չեն։ Հասկանում եք։ Եվ այո, հոգեբանորեն դա նշանակում է, որ մարդը ինքը միշտ նախընտրում է, փորձը ցույց է տալիս, որ մարդը ինքը միշտ նախընտրում է այն գործողությունները, չէ, որոնք իրեն այդպես է թվում, որ այդ գործողությունները իրենք ծածկում են բոլոր իր ներսում ապրող բաները, էլի, չան տրիվոգի, բոլոր անհանգստությունները, այսպես ասեմ, չէ։ Եվ չեն ուզում ընդունել Գերագույն Աստծո անձնավորության խորհուրդները, ինչու որտեղ այդ խորհուրդները իրանք ներքին փոփոխություններ են պահանջում։ Հա? Իսկ անիմաստ գործողությունները մեկ-մեկ հոգեբանորեն շատ ավելի հարմար են դուրս գալիս, քան ճշմարտությունը։ Հասկանում եք ինչի համար, որովհետև այդ անիմաստ գործողությունները իրանք ինչ-որ այդպես զգացում են առաջացնում, չէ, որ շարժում կա։ Շարժում կա եւ ոչ մի անհրաժեշտություն չկա, որ դու ինքդ քեզ փոխես։ Հասկանում եք։ Եվ դրա համար Տեր Բրահման ինքը շատ ճշգրիտ խոսքեր օգտագործեց։ Ինքը ասեց իրական բանը, բինդա իրական աղետը, այսպես ասեմ, հա, ոչ թե նրա մեջ է, որ մարդը ինքը մեկ-մեկ սխալվում է, այլ նրա մեջ է, որ ինքը այդ բան էլի, այդ անիմաստ գործերի մեջ, այդ անիմաստ գործերը սիրում է որպես իրան փրկելու ձև։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ կենդանեակը ինքը ինչ պլաններ էլ ուզում է կառուցի, չէ, այդ պլանները իրականում իր ներքին վախերի շարունակությունն են։ Հա? Իսկ երբ որ կենդանեակը ինքը վախից է ինչ-որ մի բան պլանավորում, որպես օրենք, դա իր ներքին աշխարհում, այսպես էլի, արվում է ինքնափլուզման հաշվին, այո, ձև չեմ կարող ասեմ։ Հասկանում եք։ Եթե նույնիսկ արտաքինից թվում է, որ անձնավորությունը ինքը ինչ-որ մի, այսպես էլի, զգալի հաջողության է հասել։ Այսինքն ինչ է ուզում ասի Բրահման։ Ինքը փաստորեն ասեց, որ ամեն մի ակտիվություն չի, որ առողջ է։ Ամեն մի ծանրաբեռնվածություն չի, որ իմաստավորված է։ Եվ ամեն մի շարժում չի, որ կյանք է։ Հասկանում եք։ Ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց շատ հաճախ այդ անսահման գործողությունները իրանք ուղակի ինչ-որ մի հատ ձև են,
որ մարդը ինքը իրեն շեղի ու չզգա ճիշտը, չզգա ճշմարտությունը։ Հասկանում եք։ Եվ հնչեց հաջորդ շատ կարևոր գաղափարը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գործում է որպես ժամանակ։ Հասկանում եք։ Եվ սա նշանակում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ռեալ միևնույն է վերջում ոչնչացնում է այն ամեն ինչը կոպիտ ասած կառուցված է ստի վրա։ Իսկ ինչն է, որ կառուցված է ստի վրա այս աշխարհում։ Կենդանիակի ամբողջ նյութական գոյությունը ինքը կառուցված է ստի վրա։ Որ ստի վրա։ Որ կենդանիակը ինքը Աստծուց անկախ է։ Հասկանում եք, այսինքն հոգևոր կյանքը ինքը սկսվում է այդ կախվածությունը ընդունելու կետից։ Կախվածություն ոչ թե հոգևորականներից, այլ Աստծուց։ Սա շատ կարևոր ճշտում է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ այդ կախվածությունը, երբ որ կենդանիակը ընդունում է, ինքը հաստատվում է այն 5 որակների մեջ, որոնք իրենք դարձնում են իրեն հոգևոր կյանքում շատ հաջողակ։ Դրանք են խոնարհությունը, համեստությունը, բռնությունից ազատ վիճակը, համբերությունը եւ բարձրությունը կամ մաքրությունը։ Հա, եւ ես ուզում եմ այստեղ կանգնեմ, որպեսզի ամեն մեկը անպայման իրեն այդ հարցը տա։ Իսկ ունեմ արդյոք ես ինչ որ մի ձեռքբերումներ այս որակների ուրեմն ձեռքբերման գործում։ Թե ես զբաղված եմ իմ հիմա էլ հոգևոր կյանքում իմ էգոն մեծացնելու գործընթացներով։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև մենք հիմա ձեզ հետ Բհագավատամը ուսումնասիրում ենք հենց այդ շերտի հետ կապված։ Ինչպես, ինչի մասին մենք պիտի մտածենք, ինչ հարցերի պատասխան պիտի ունենանք, որպեսզի մենք դառնանք իրական առաստված գնացողներ, այլ ոչ թե կեղծարարներ, որոնք իրենք ուղղակի փորձում են շահագործեն Գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ այսօր այսքանը, ստեսություն։